Այս ընտրություններում մեր նպատակը մեկն է՝ պաշտպանել հայ մարդու ինքնությունը, պատմությունը, հիշողությունը, մշակույթը եւ հայկական պետականության բովանդակությունը։ Ընդդիմադիր Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական քարոզ արշավը զայրացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարին։ Արայիկ Հարությունյանը կոշտ բառապաշարով հիշել է, որ նախորդ ընտրություններից հետո Էդմոն Մարուքյանը պաշտոն է ստացել այդ նույն իշխանության ձեռքից ու ֆեյսբուքյան գրառմամբ զգուշացնում է՝ նույնը չի կրկնվի այս ընտրություններից հետո։ Նայում եմ Էդմոն Մարուքյանի ճակերտավոր քարոզարշավը, ուզում եմ իրեն տեղեկացնել, որ ոնց նախորդ խորհրդարանական ընտրությունից հետո էր, հունիսի 8-ից շարունակելու է քարշ գալ իշխանության ներկայացուցիչների դռների մոտ իր եւ թիմակիցների համար ապաստան գտնելու, բայց 2021-ն իր համար չի կրկնվելու, սողալու համար ծնվածները ազատ թռչել չեն կարող։ Այդ թարախ Էդմոն Մարուքյանը 2021 թվականի ընտրություններից 9 ամիս անց նշանակվեց հատուկ հանձնարարություններով դեսպան ու Փաշինյանի հետ շարունակեց աշխատել նաև Արցախի հայաթափման օրերին։ Նա ազատման դիմում գրեց 2024-ի մարտին։ Մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ անհամաձայնությունների պատճառով մեկնաբանել էր Էդմոն Մարուքյանը։ Ուզում եմ մի հատ արձագանքեմ են կառավարությունը մի հատ թարախապալար կա։ Ուշադի լսի ինչ եմ քեզ ասում։ Դու քուսախ կյանքով քո ապրած անցած ճանապարհով, եթե կարելի է անցած ճանապարհ ասել, քեզանից ոչ մի բան չես ներկայացնում։ Արայ անհնգեր մարդ։ Այդ շենքում մեկը չկա քեզանից չզզվի։ Այդ հո ես տեսել եմ, գիտեմ։ Ու դու էդ ինչ վիրավորանքներ ես գրում արա։ Էդմոն Մարուքյանը Արայիկ Հարությունյանի մասին է խոսել, բայց նրա գրառման բուն բովանդակությանը, թե իշխանությունների դռների մոտ ապաստան է փնտրել իր ու թիմակիցների համար, սրան չի անդրադարձել։ Հիշի այսօրը։ Գալու ենք շլնքիցդ բռնելու ենք դու շպրտենք այդից։ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից առաջ էլ Մարուքյանը Փաշինյանին չէր խնայում։ Պատերազմում պարտության համար նրան էր մեղադրում, թե երբեմնի թիմակցի նախընտրական որ քննադատությունն է բարկացրել Արայիկ Հարությունյանին, նա այդ մասին ոչինչ չի նշել։ Նախընտրական այս առճակատումը ըստ Մարուքյանի սրվեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ բանավեճից հետո։ Երեք ուրեմն ԴՀԿ-ի մոտ տեղի ունեցած մեր բրիֆինգը, հայտարարությունը, հետո նախարարի հետ այդ բանավեճը շատ ոնց որ մեծ ցավ է պատճառել իշխանություններին։ Լուսավորի առաջնորդը թիմակիցների հետ նախորդին հարկադիր ծառայության մոտ հանդիպել էր ԿՊԱ-ական Գալյանին։ Ընդդիմադիր Մարուքյանը դժգոհում էր հարկադիր ծառայության անփույթ աշխատանքից, թե մարդկանց հաշիվների վրա կալանք դնելիս օպերատիվ են գործում, բայց պարտավորությունները կատարելուց հետո հարկադիրը այդ սանկցիան չի վերացնում։ Ինչի՞ չեք ապասարեցնում։ Բողոքում եք հարկադիրի գործառույթից, որը օրենքով նախատեսված է։ Ոչ, մենք բողոքում ենք այդ գործառույթի իրականացումից, երբ որ պետությունը սարեցնում է գործառույթը շատ արագ, վարկյանների ընթացքում անում է, բազմաթիվ։ ԿՊԱ-ական Սրբուհի Գալյանի ու ընդդիմադիր Մարուքյանի բանավեճը հարկադիրից ծավալվեց մինչև վերջին աղմկահարույց մանկապղծության դեպքը, որ լրագրողի հետևողական աշխատանքի արդյունքում ընթացք ստացավ։ Իմ իրավունքները եւ իմ երեխայի իրավունքները պաշտպանված են այն երկրում, որտեղ կա իրավակարգ եւ այդ իրավակարգը պաշտպանված է։ Հարկադիր կատարումն ապահովող։ Տիկին նախարար նորա մանկապղծության դեպք բացահայտել այս երկրում, որը կոչկվում էր երեխա իրավունքներից, ոնց է նախարարը խոսում, այդ այն դեպքում, որ կոչկվում էր լրագրող Սյուզին Բադոյան այդքան չպայքարեր, չէր բացահայտվելու, չէին մարդկանց աշխատանքից ազատելու, պաշտոնան կանելու, լավ է։ Իրենց կողմից խնդրի բարձրաձայնումը արագացրեց գործիքը։ Այսինքն, բայց պետք է կայծակնային այդ մարդիկ գործից հանված լինեն, տիկին նախարար։ Կայծակնային։ Այսինքն լրագրողները, որ ձեզանից ոչ մի պարգևաճառ չեն ստանում, հավակնում եք մտածել, այդ մարդիկ չլինեին, իդիլիայի մեջ կարող ենք ապրել, որտեղ չլինեն սեռական բռնության հետ կապված դեպքեր։ Ոչ, ես պատժի անխուսափելիությունից եմ խոսում, տիկին նախարար։ Ես պատժի անխուսափելիությունից եմ խոսում։ Լուսավոր Հայաստանի առաջնորդն ու ԿՊԱ-ական նախարարը բաժանվեցին խաղաղ առանց միջադեպի։ Այսօրվա կառավարությունը 2 տարի առաջ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում դադարեցրել է երասխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր ամերիկյան ներդրողների կողմից։ Լուսավոր Հայաստանը այս ընտրություններին մասնակցում է պաշտպան իր ինքնությունդ կարգախոսով։ Համարում են, որ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի ինքնիշխանությանն ու ազգային ինքնությանը վտանգ է սպառնում։